Հրապարակ թերթը գրում է բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ, եթե քեզ ապտակում են, մյուս այդդ էլ դեմ տուր քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։ Անցած Կիրակի Հովանավանքում ֆեյք պատարագից եւ կարգալույց եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ 3 մայրաթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Թերթի տեղեկություններով մի քանի օր է պահանջվել վեհապարին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովանավանքի ֆեյք պատարագի փաստով, եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախորդին ներկայացրել է դատախազություն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել է ազգային ժողովի հերթական գնումներին։ Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրեսդիր մարմինը ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ գնել է սկավառակ ու նվագարկիչ։ Խորհրդարանը 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս նվագարկիչ, բարձրախոս եւ Մայլիս Դեվիսի սկավառակ, որին անվանում են ջազի Պիկասո։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։ Սկավառակը արժեցել է 120,000 դրամ, բարձրախոսը 60,000 դրամ, իսկ սկավառակը 19,000 դրամ։ Ընդամենը 199,000 դրամ պետական բյուջեից։ Պետական որ գործառույթն է կատարվել այս գնումով, ինչու է ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։ 2023-ի դեկտեմբերին ազգային ժողովը եւս գնել է 2 նվագարկիչ, յուրաքանչյուրը 160,000 դրամ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Էջմիածնի համայնքապետի ՔՊԱ-ական թեկնածու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է։ Նրա մերձ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե թեկնածուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։ Թերթի տեղեկություններով նա մեծ հաճույքով քարոզարշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Վաղարշապատի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը։ Այս ընթացքում նա պետական դոտացիաներն ուղղում է հենց Վաղարշապատին ու հարակից համայնքներին եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Հեծը Տաշիր գրուպից խլելու առաջին քայլերից Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո մոտ 1 շաբաթ անց Հեծ վերահսկողական կոմիտե անվանումով Facebook-յան էջ է բացվել, որն անդրադառնում է կառույցում եւ դրա շուրջ տիրող անցուդարձին, մասնավորապես բացահայտում է ապօրինի կառավարչի ինքնիրավչության դեպքերը։ Սակայն այդ էջն արդեն մի քանի օր է չի գործում, արգելափակված է։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ դա էլ է իշխանությունների ձեռքի գործը։ Այդ էջով ներկայացվում իշխանության բոլոր ստերը եւ ճշմարտությունը հրամցվում ժողովրդին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ Ու մինչ թեկնածուները պատրաստվում են, դատական համակարգում սկսել են թեժ քննարկումները առ այն, որ թեկնածուների մեջ կան անձինք, որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում, իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում։ Արդյոք այս անգամ էլ դատավորները կառաջնորդվեն կլանային շահերով եւ անձնական նախապատվություններով, թե կընտրեն իսկապես ոլորտային գործունեություն ծավալող եւ անաչառ մասնագետի։ Ցույց կտան առաջիկա ընդհանուր ժողովի ընտրության արդյունքները։ Գրում է թերթը։